Ամբողջ աշխարհում այսօր նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։ Վիճակագրությունը մտահոգիչ է, բայց նաև հույս ներշնչող։ Հիվանդացությունների թիվն աճում է, սակայն աճում են վաղ հայտնաբերման եւ բուժման արդյունավետության ցուցանիշները։ Հայաստանում վերջին տարիներին քաղցկեղի դեպքերի թիվը կազմում է մոտ 7-ից 8000։ Էրեբունի բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Կյոքչյանի խոսքով միայն 2020 թվականին էր արձանագրվել անկում պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, երբ շատերը պարզապես չէին դիմում բժշկի։ Տենդենսը դեպի շատանալու ինքը համընթաց է համաշխարհայինի։ Այսինքն դեսենս ասեմ, եթե մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Դանիայում, այսպիսի զարգացած երկրներում 100,000 բնակչին ունենում են 450-ից 600 հիվանդացություն, ապա Հայաստանի Հանրապետությունում այդ թիվը կազմում է 250-ից 275-ը։ Սա ինչի է նշում 100,000 բնակչի առումով վերցված, որովհետև երբեմն այդպիսի կարծիքներ կա, որ Հայաստանում ահռելի քանակի քաղցկեղը տարածված է, ոչ, Հայաստանում ինքը շատ հետ է այլ զարգացած երկրներից իր տարածվածությամբ։ Եթե 10 տարի առաջ այդ թիվը մոտ 4-ից 5,000 էր, ապա այսօր դեպքերն ավելի շատ են հայտնաբերվում շնորհիվ բարելաված դիագնոստիկայի եւ բնակչության բժշկական գրագիտության բարձրացման։ Դրան մեծապես նպաստել է նաև կրծքագեղձի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերը, որոնք թույլ են տալիս վաղ փուլում հայտնաբերել եւ բուժել հիվանդությունը։ Պետք է լավ բան ասեմ նաև ինչ է 19 թվականից այս կողմ քաղցկեղի հետ կապված մենք ունենք շատ դերական փոփոխություններ քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված, որովհետև 19 թվականից ամբողջ վիրաբուժական բուժումը քաղցկեղով հիվանդների դարձավ պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր կլինիկաներում, որտեղ կա լիցենզավորում բժշկաբանության գծով, ճառագայթային թերապիան բոլոր այն պարկ ունեցող հիվանդներին, որոնք որ ունեն հաշվանդամության կարգ քաղցկեղի հետ կապված, նրանք ստանում են անվճար։ Դեղորայքային թերապիան, եթե մինչև ապահովագրության ներդրելը կազմում էր տարեկան 300,000 դրամ, ապա ապահովագրության ներդրումից հետո այդ թիվը դարձել է 1,200,000 դրամ։ Այսինքն պատկերացրեք քաղցկեղով հիվանդը, որը առաջ մեծ մասամբ տեղերը գնում էր ինքը, այսօր տարեկան 1,200,000 դրամով փակում է ապահովագրությունը, դա նույնպես բավական լուրջ գումար է, համենայն դեպս քիմիաթերապիան ամբողջովին փակելու համար։ Չնայած նկատվող երիտասարդացման միտումներին, հիվանդացողների հիմնական խմբում շարունակում են մնալ 50 եւ ավել բարձր տարիքի մարդիկ։ Տարածվածության առումով կանանց շրջանում շարունակում է գերակշռել կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղը, իսկ դրա առաջացման 80%-ը ծխելու հետևանքով է։ Վերջին տարիներին սակայն ավելացել է նաև երիտասարդ եւ հղի կանանց մոտ արձանագրված քաղցկեղեն դեպքերը։ Հղի կանանց մոտ տարեկան դեպքերը հասնում են 4-ից 5-ի։ Մասնագետները նշում են, քաղցկեղը թշնամի է, բայց ժամանակին արված մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Կարևոր է ոչ միայն վաղ հայտնաբերման ծրագրերի ընդլայնումը, այլ նաև հանրության իրազեկումը, առողջ կենսակերպի խթանումը եւ ժամանակին բուժումը։